Եթե կոնֆլիկտի մի փուլում, կոնֆլիկտի էպիկենտրոնը Արցախն էր, հետո տեղափոխվեց, ասենք, հայ-ադրբեջանական սահմանագիծ Սյունիքը դարձավ կոնֆլիկտի երկրորդ թատերաբեմ, Ալիևի երեկվա նկրտումների ռեալիզացիայի պարագայում կոնֆլիկտի տարբեր ուջախներ են ստեղծվելու Հայաստանի Հանրապետության ներսում։ Այսինքն, եթե Ալիևի ծրագիրը իրականություն է դառնում, եկեք մենք մեզ չխաբենք շատ իրատեսական, հա, խոսենք։ Նախ այդ ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի։ Արդեն այսօր ինքը գործում է որպես տեղեկատվական ահաբեկչության մաս, որտեղ մեր հասարակության ընկալումների, վարքագծի, հոգեբանության, արտագաղթը խրախուսելու վրա ազդում է։ Բայց եթե դա դառնում է իրականություն, մի անգամ ձեր եթերում ասել եմ, որից հետո ԿՊ-ական երկու падգամավոր որոշեցին ինձ անարգանքից Սյունիք գամել, հիմա կկրկնեմ, որտեղ Ադրբեջանը դրա մասին է, Ալիևը դրա մասին է խոսում։ Սա հայ-ադրբեջանական հանրապետություն ստեղծելու մասին պրոյեկտ է։